Թրամփը մեղադրում է Վենեսուելային ամեն տեսակ վատ բաների մեջ, հատկապես որ թմրադեղեր են բերում Ամերիկա եւ ինչ ասես ապօրինի իմիգրանտներ են գալիս, բանտերից արձակված եւ այլ այսպիսի բաների մեջ եւ դրա համար կարծես թե պետք է մի բան արվի։ Հայտարարել եմ, որ դա արդեն emergency է, շատ sense հատուկ իրավիճակ է եւ ծովային ուժերին թույլատրվել է, որ հարվածեն այդ բոլոր նարկոտիկ բերող նավերին եւ ճանապարհին Կարիբյանում ոչնչացնել իրաց։ Արդեն երկու, ասենք, տասնյակ նավ են խփել, որոշ վիդեոներ շատ պարզ ցույց են տալիս, որ հա, դրանք առևտրական նավեր չեն։ Դրապես փոքր ասելով, ասենք, թե մի քանի 10 մետրանոց մին արագ գնացող շատ հզոր մոտորներով նավը դա ոչ ցկնորս է, ոչ բեռատ տեղափոխում, ոչ տուրիստ է տեղափոխում, բարձա չէ, սա լուրջ արագ պետք է նարկոտիկ ինչ-որ տեղից այդտեղ հասցնես, բայց բոլորին պարզ չի, որտեղ է եղել, ում նավներ, ինչ էր եւ այլն, որ այնց այն ինչ-որ ցույց են տալիս կամ ինչ-որ կա, հա։ Հիմա դրա համար չեմ ուզում խորանամ, բայց սա է այն պատճառը, որը բերվում է ադմինիստրացիայի կողմից, որպես հիմնական պատճառ, ինչու են այս բանը անում։ Նույնիսկ ավիակիրը Ջերալդ Ֆորդը, որ ամենամեծ, ամենանոր ավիակիրն է, հրամայել են, որ գնա Կարիբյան, ուրեմն Վենեսուելայի մոտ։ Բայց սրա տակ իհարկե ուրիշ բան էլ կա։ Վենեսուելան ինչի մասն ենք խոսում։ Նախ եւ առաջ Վենեսուելան շատ աղքատ երկիր է։ Չնայած նաեւ որ ունի աշխարհի ամենամեծ նավթի պաշարները։ Նորից ասեմ, այսինքն Սաուդիա Արաբիայից, Ռուսաստանից եւ այլ Սաուդիա Արաբիան երկրորդն է։ Ավելի շատ նավթ ունի, քան թե որևէ երկիր փաստորեն։ Բայց այդքան աղքատ է, ինչու՞։ Որովհետեւ սոցիալիզմը ուզում կառուցի, ղեկավարները գալիս են իրար հետևից եւ հակաամերիկյան, չգիտեմ, իմպերիալիստական այսպես բաներ են ասում, հետևանքը այն աղավ, որ հա, ամերիկյան նավթային ընկերություններին վռնդեցին, չգիտեմ, ամեն ինչ իրան ձեռք վերցրեցին, հետո պարզվեց, որ իրանք այդ ոչ խելք ունեն, ոչ տեխնոլոգիան ունեն, ոչ մի բանը, որ այդ ամբողջ նավթի հորերը շահագործեն այդ պաշարները եւ կարողանան երկիրը ինչ-որ բան անեն։ Այսինքն հետևանքը այն եղավ, որ այո, շատ աղքատ են, մարդիկ սոված են, փախնում են եւ դե ամերիկանը ըստ այնմ իրենց նկատմամբ վերաբերմունք ցույց տվեց սանկցիաների ձևով։ Հետևանքը շատ վատ է, մի խոսքով։ Բայց այդ մարդը դեռ դիկտատուրա է, ինչպես բոլոր կոմունիստական բաներով, հովերով իրենց սոցիալիստ կոչողները եւ կաշառակ էր։ Հույս չկա, որ այդ մարդը պիտի խելքի գա։